Հետախույզի օրը Աբովյան համայնքում նշել են երախտագիտությամբ և խոնարհումով, արժևորելով մեր առաջապահ զինծառայողների անուրանալի սխրանքները հայրենիքի պաշտպանության նվիրյալ գործում։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմն ու ավականու անդամները այցելել են մեծանուն հետախույզ փոխգնդապետ Վահագն Թումասյանի հուշանկյուն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, այս մասին հայտնում են կառավարությունից։ Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը, նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակները բացառապես պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը։ Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին 2 շաբաթ ժամանակ է տվել հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար, լիովին հանելով կանխիկի շրջանառությունը։ Եթե անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, ոչինչ, թող այդ գույքը 1 շաբաթ հետո վաճառվի։ Համաշխարհային ինտերնետն անջատվեց, ոչինչ, թող այդ գույքը չոտարվի։ Միայն ու միայն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ոչինչ, թող գույքը չոտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք։ Թող չվաճառվի գույքը, ստեղծվի ճգնաժամ, ես դրա համար պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ։ Միայն թե էլեկտրոնային վաճառք լինի, հայտարարել է վարչապետը։ Անդրադառնալով նաև թոշակների հարցին, վարչապետը նշել է, որ մինչև հիմա իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու է 75 տարեկանից բարձր անձանց դեպքում թոշակը տրվում կանխիկ։ Թոշակների դեպքում հունվարի 1-ից թղթի փող չշարժվի հանրապետությունում, բոլորն առանց բացառության թոշակը ստանում են էլեկտրոնային եղանակով, հայտարարել է նա։ Նա պատկան մարմիններին 2 շաբաթ ժամանակ է տվել թոշակները միայն քարտերի միջոցով փոխանցելու հարցը լուծելու համար։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորության խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մոհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր, ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին, հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղության խաչմերուկ նախագծին։ Պատվիրակության անդամները Հայաստանի ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ շրջել են նաև ազգային ժողովի շենքում, ծանոթանալով շենքի պատմությանն ու պայմաններին։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3.90.500 է եղել, որից 1.977.400-ը բնակվում են քաղաքներում, 1.113.100-ը գյուղերում։ Այս մասին նշված է վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին զեկույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ Կոմիտեի տվյալներով հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23.698 մարդ, 1244-ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 1064 մարդ։ Մահացության դեպքերը 2024-ի համեմատ այս տարի ավելացել են։ Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։ Իդեպ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության դեպքեր Հայաստանում չեն գրանցվել։ Մինչդեռ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մայրական մահացության 6 դեպք։ Ըստ վիճակագրական կոմիտեի այս տարվա 9 ամսում Հայաստանում ամուսնացել է 10.238 մարդ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում ամուսնացել է 11.696 մարդ։ Այս տարի մի փոքր ավելացել է ամուսնալուծությունների թիվը, կազմելով 3617, 2024 թվականին ամուսնալուծվել է 3422 մարդ։
Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ օտարազգի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել եւ 50,000 Միացյալ Նահանգների դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Քննչական կոմիտեից հայտնում են հաղորդման առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային եւ ապացուցողական, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության եւ ծառայության մյուս օպերատիվ տորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին օտարազգի երկու քաղաքացի խմբի կազմում ապօրինի հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով շուրջ 7.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Վերջիններս նույն օրը ձերբակալվել են։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ օտարազգի քաղաքացիներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ապօրինի սահմանահատման համար լինելով ազատազրկված 2025 թվականի ապրիլին պատիժը կրելուց հետո ազատվելով առանց սահմանված փաստաթղթի եւ պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը եւ մուտք գործել այլ երկիր։ Օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նոյեմբերի 6-ին ժամը 11:08-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի Պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4-ը մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 6 մարտական հաշվարկ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը անդրադառնալով Կոմիտասի Պողոտայի Երևան Սիթիում բռնկված հրդեհին ասել է. հրդեհի բռնկման պատճառների մասին խոսել չի կարող, պետք է փորձաքննություն նշանակվի, որից հետո էլ կպարզվի։ Հրդեհը մեկուսացված է, իրականացվում են հետ հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, ասել է Ցուցուլյանը։ Նա նշել է, որ հրդեհի բռնկման օջախը KFC սննդի կետում է։ Վնասների մասին եւս ոչինչ չի ասել։ Մինչև ուսումնասիրություն չիրականացվի, չենք կարող ասել։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը կանխվել է, ասել է նա։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 5-ից 6-ին համաձայն որի բացահայտվել է 133 հանցագործության դեպք, 4-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Օտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Ստեֆան Բերժերոնի Հայաստանի ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու նպատակով տեղեկացնում են Կանադայում Հայաստանի դեսպանությունից։ Շնորհավորելով Բերժերոնին Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը իր խոսքում ընդգծել է, որ մեդալը խորհրդանշում է հայ ժողովրդի խորին երախտագիտությունը կանադացի պատգամավորի բարեկամության եւ խորհրդարանական գործակցության խորացման գործում ունեցած ջանքերի համար, ինչպես նաև հանդիսանում է միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարության հաստատման գործում ստանձնած նրա օրինակելի առաջնորդության գրավականը։ Բերժերոնը ընդգծել է, որ մեծ երախտագիտությամբ է ընդունում Հայաստանի ազգային ժողովի պատվո մեդալը։ Կանադացի գործիչը նշել է, որ իր ջանքերը մշտապես ուղղված են եղել հայ ժողովրդի իրավունքների արդարացի պաշտպանությանը եւ Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը։ Շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանությանը ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ մեդալը շնորհվել է 2025 թվականի մարտին Հայաստանի ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում Բերժերոնի ներդրած նշանակալի ավանդի համար։
Կոտայքի մարզում շարունակվում են ընթանալ վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերի համայնքային փուլի խաղերը փոխանցում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Նոյեմբերի 5-ին մրցել են մեծահասակների տարիքային խմբում ընդգրկված մասնակիցները։ Հիշեցնենք, խաղերն անցկացվելու են մինչև նոյեմբերի 15-ը։ Ֆիլիպիններում մոլեգնած Կալմայեգի թայֆունի հետևանքով 111 մարդ է զոհվել։ Զոհերի թիվը ըստ լրատվամիջոցների կարող է նաև ավելին լինել։ Նշվում է, որ թայֆունի հետևանքով Սեբու նահանգում ջրհեղեղներ են առաջացել։ Ջուրը քշել տարել է մարդկանց, ավտոմեքենաները, տները, որոնք տեղակայված են եղել գետի բերանին։ Փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ մոտ 800,000 մարդ է տարհանվել ամենից վտանգավոր համարվող վայրերից։ Օրվա երկրորդ կեսից հետո քամու ուժգնությունը 170 կմ/ժ է կազմել, ինչը փոթորիկների Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով համազոր է երկրորդ կարգի թայֆունին։ Նշենք, որ Ֆիլիպիններում բավականին հաճախ են տարերային աղետներ տեղի ունենում, ամեն տարի այդտեղ մոտ 20 թայֆուն եւ փոթորիկ է մոլեգնում։ Ֆիլիպիններում տասնյակից ավելի գործող հրաբուխներ կան, երկրաշարժեր նույնպես հաճախակի են լինում։ Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին, հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Նոյեմբերի 5-ի դրությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում արկա է մասնագիտացված ձյուն մաքրող մոտ 450 միավոր տեխնիկա։ Նոյեմբերի 5-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տոննա աղ։ Նոյեմբերի 5-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 48700 խորանարդ մետր ավազ եւ խարամ։ Աղ ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից փոխանցում են, մարզերում նոյեմբերի 7-ից 11-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամինը հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։